Շնորհավորել մեր բոլոր կանանց, այս գարնանային Ես պետք է դառնայի կտորի, հատկապես ժակարդային կտորների եւ այդ սիմվոլիկայի հետ կապված լավ մտածի մեղքես, արտադրությունը բացվում եւ թող բոլորս ազգովի հաջողենք եւ տարածենք մեր Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ Ղազարոս Աղայանի Անահիտ հեքիաթում երբ արքայազն Վաչագանը սիրարում է Անահիտին եւ ամուսնության առաջարկ անում։ Անահիտը պայման է դնում։ Մինչեւ Վաչագանը չսովորի ինչ որ արհեստ, չի տա իր համաձայնությունը արքայազնի հետ ամուսնանալու։ Իսկ երբ որ արհեստին միախառնվում է նաեւ արվեստը, հանգում ենք մի ուրիշ արժեքի, մի ուրիշ նյութի, ինչը ներկայացնելու համար այսօր ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում մեր տաղավար եմ հրավիրել Հասիս ապրանքանիշի հիմնադիր Հասմիկ Մովսիսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Համեցեք։ Մինչև մեր հաղորդման բուն նյութին անցնելը թույլ տվեք իդեմս ձեզ շնորհավորել մեր բոլոր կանանց այս գարնանային գեղեցիկ տոնի արդիվ, տոնաշարի արդիվ, հա, որը ժողովրդի մեջ ընդունված է անվանել կանանց միամսյակ։ Այլ թույլ տվեք իդեմս ձեզ մեր բոլոր կանանց, քույրերին, աղջիկներին շնորհավորել այդ գարնանային տոնի, տոնաշարի առիթով։ Հիմա անցնենք Շատ շնորհակալ եմ։ Իրոք շատ շոյված եմ այդ առիթով հատկապես այստեղ լինելու համար։ Համեցեք։ Հիմա առաջին հարցս Դուք մասնագիտությամբ նկարիչ եք։ Այո։ Այ ո՞նց եղավ, ինչ որ ժամանակ այդ նկարիչ դիզայներ, հա? Նկարիչ դիզայներ լինելով, ինչ որ ժամանակ այդ ձեր մասնագիտությամբ զբաղվեցիք, հետո անցաք այս ձեր ինչի մասին որ խոսում ենք, հա, այդ շալերի արտադրություն, զարդերի եւ այլն։ Թե միանգամից եղավ, այ խնդրում եմ այս ռակուրսից, այս բանից պատմեք։ Սկիզբը ո՞նց եղավ, հետո ո՞նց անցաք, էլի։ Շատ լավ։ Իրականում, երբ որ ես ընտրեցի իհարկե նաև կար հուշում ընտանիքի կողմից, որ բռնել նկարչական ուղղությունը, իրականում նպատակ այն էր, որ այնուհետև ես պետք է դառնայի կտորի, հատկապես ժակարդային կտորների նկարիչ։ Բայց այնպես ստացվեց, որ 95 թվականը երբ ավարտեցի, արդեն գործարանները գրեթե բոլորը կանգ առան, այդ թվում նաև այդ գործարանը եւ այն նպատակը կտորի դիզայներ դառնալու իջիկ։ Այդպես շարունակվեց պրպտումները անցա լուսանկարչության միջոցով, այնուհետև դա շարունակվեց արդեն համակարգչային դիզայն եւ այդպես երկար տարիներ 20 պլյուս տարիներ աշխատել եմ այդ ոլորտում եւ ունեցել եմ հնարավորություն Հայաստանի գրեթե բոլոր ոլորտների հետ համագործակցելու որպես գովազդային լուսանկարահանման եւ դիզայն ստուդիա, այսինքն մեզ մոտ նկարվում էր շնչավոր եւ անշունչ բոլոր ամեն ինչ։ Այդ առումով պրոդուկտ ինչն էր լինում, արդյունք։ Դա կարող է լիներ մսամթեր, կարող է լիներ ադամանտ, կարող է լիներ քաղաքապետի տեխնացու, երկիջի, այո, այն ինչ հնարավոր էր ներկայացնել, գովազդել եւ տարատեսակ իր բնույթներով այն հետեւ շարունակել դիզայներական մոտեցումներով։ Այդպես շատ տարբեր ոլորտներով անցնելով հասա նայեք թանգարանների հետ համագործակցության եւ այդտեղ հասկացա, որ ինչ որ շատ հոգեվոր այդ արժեքը շատ ավելի կարեւորում եմ եւ ամեն անգամ դա պատմության թանգարանի հետ, Էջմիածնի թանգարանների հետ համագործակցությամբ ստեղծում էի գրքեր, կատալոգներ, ցուցահանդեսների համար կամ Եթե իրենք ուզում էին ինչ որ գիրք հրապարակել, դուք դրա դիզայնն եք հասկացել։ Այո։ Եվ դա ինձ տվեց հնարավորություն խորապես ուսումնասիրելու մեր պահոցներում ինչեր կան, որովհետև ամեն անգամ մեկ գիրք ստեղծելու համար ուսումնասիրում էր ահավոր շատ մեծ քանակի նյութ եւ վերջում դրա 5%-ը հազիվ այդպես ներկայացվեր։ Եվ ամեն անգամ մեծ ցավ էի ապրում, որովհետև ինքս տեսնում էի եւ դա միայն ես էի տեսնում։
այդտեղից ցակեց գաղափարը ստեղծել կիրառելի աքսեսուարներ, որոնց միջոցով ես կարող եմ այդ մոտիվները վերարտադրել նոր տեսակով եւ արդեն ներկայացնել աշխարհին, օգնելով հանրահռչակմանը մեր մշակույթին եւ արվեստին։ Էություն, ինքներդ հանգեցիք դրան, թե ինչ-որ մեկը հուշեց։ Գաղափարին ինքս եմ հանգել, ցանկությունը ներքուստ կար եւ երկու կարծես թե ուղղությամբ եկան եւ այդ եզրահանգման եկամ նախին ներքին պահանջը, որտեղ ամեն անգամ երբ որ կար առիթ կարիք Հայաստանից ինչ որ հուշանվեր ուղարկել, դա եթե կոնյակը չէր, կարծես թե ուրիշ բան այդ պահին 2016 թվականը հատկապես, երբ որ սկսվել է այդ պատմությունը, ուրիշ բան չէի գտնում եւ ինձ հարց տվեցի, եթե դա ես չեմ, ումից եմ պահանջում։ Եվ որպես պրոֆեսիոնալ դիզայներ այդտեղ գալիս է պատվերը deadline-ով։ Ինձ տրվեց 2 օր ժամանակ Սարյան թանգարանի համար ստեղծել Մարտիրոս Սարյանի մոտիվով վզակապեր իրենց աշխատակիցների համար եւ 2 օրից բացումն էր։ Ես հիմա որ ասեն 2 օրից ինչ որ մի բան ստեղծի, միանշանակ թե իրենք։ Չէ, քանի որ մենք համագործակցում ենք երկար տարիներ Սարյան թանգարանի հետ համագործակցում ենք, երեկոյան Տիկին Ռոզաննա զանգեց, ասեց պետք է փրկես։ Եվ այլընտրանք չունենք, պետքա արվեր դա, որպեսզի չի երկարացնեմ, բացումից կես ժամ առաջ աշխատակիցները ունեցան այդ շարֆիկները, որը մեծ արձագանք ունեցավ եւ եղան արդեն մյուս թանգարանների կողմից հրավերներ, որպեսզի իրենց համար նույնպես ստեղծեմ հավաքածուներ, այդպես ամեն թանգարանի համար ստեղծվեցին հավաքածուներ իրենց թեմատիկաներով եւ կարեւորը որ ոչ թե վերարտադրում եմ եղածը ուղղակի տպագրում եմ, այլ դրանից ստանում եմ մի նոր կոմպոզիցիա, այսինքն դա արդեն իմ հեղինակային որպես աշխատանք, որը արդեն վերարտադրվում է կտորի, շարֆի տեսքով, պայուսակի տեսքով եւ այլն։ Այսինքն ներողություն, չմոռանաք միտքը, այսինքն կոնկրետ ենթադրենք Սարյանի մի կտավը կա, դուք ամբողջությամբ տրանսֆորմացիայի են ենթարկում։ Նույնությամբ չեք վերցնում տեղադրում, ձեր միջամտությունը կա, որովհետեւ դա նաեւ Այո, այսինքն նախ ասեմ, որ պետք է ձեռք բերվեր հեղինակի նկարները լիցենզիան։ Դա երկար ժամանակ տևեց եւ վերջո այո կարող եմ ասել առաջինն է, որ ժառանգների հետ մենք կարողացանք ստեղծել այդ հեղինակային լիցենզիան եւ առաջինը տրվեց ինձ, այդպես սկսվեց արդեն նաեւ որի հիման վրա ես կարողացա նաեւ իմ աշխատանքների հեղինակային իրավունքը պաշտպանել, այո։ Դա եկավ պահը, որպեսզի անուն պետք է ունենա այդ արտադրանքը։ Եվ իմ համար շատ կարևոր է, որ պետք է լիներ հայկական, պատմական, երկար փնտրտուքների մեջ հասանք արդեն 17 թվական։ Ի վերջո գտա անունը, որը որ հայկական թագուհիների այդպես մի հատ անվանացանք էր, հղումը Հայկ Խաչատրյանի գրքից, հայոց թագուհիները։ Կարդացի, դրա հետ կապված էր նաև գեղեցիկ լեգենդ, ըստ որի նա եղել է արտական թագուհի, ունեցել է 3 անգամ քարյակ որդի, 12 թագաժառանգ եւ արքան իր երջանկությունը կիսելով ժողովրդի հետ, այն կանայք, ովքեր ունեցել են զույգ եւ ավել երեխաներ, նվիրում էր 12 արծաթադրամ։ Էլ ինչ էր ինձ մնում, մի անգամից վերցվեց եւ անունը, եւ կարգախոսը։ Անունը հենց Հասիս էր, այո։ Ես կարծում եի ձեր անվան։ Այո, շատերը այդպես գիտեն եւ շատերը արդեն ինձ դիմում են հենց այդպես Հասիս մտածելը որ իմ անունն է, բայց դա իրոք այդ լեգենդի հիման վրա։ Հետո ուսումնասիրողներից նաեւ ճշտեցի, որ այդ ժամանակաշրջանում որ սիմվոլն է եղել ավելի կիրառական, դա Շուշանի ծաղկի սիմվոլն է, որը իր մեջ կրում է եւ կենաց ծառի գաղափարը եւ դա կիրառվել է դեկորատիվ արվեստում, բայց հատկապես զարդարվեստում օգտագործել են որպես հաջողություն բերող թալիսման, այսինքն դե կար լեգենդը, ըստ որի կարգախոսը դարձավ սիրո եւ երջանկության արքայական ընծակար եւ սիմվոլիկան, որ իրոք եւ այդպես ստեղծվեց նաեւ զարդերի շարքը։ Մենք պարզապես երբ որ առաջին անգամ ներկայացրեցինք գրվեց լեգենդը։ Դրանից հետո ընդհանուր մինչ այսօր գնում է երկրորդ լեգենդը այն մասին, որ մեր մատանիները բերում են հաջողություն եւ կան շատ զավեշտալի պատմություններ իրոք happy end տարբերակներով մեկ անգամ իմ հետ է կապված
մատանիներից մեկը, որ հատուկ մտածեցի, որ պետք է լինի քարերով, այսպես, այնպես, ինչ որ շատ երկար էր աշխատվում, եւ այդ ընթացքում պատահում է այնպես, որ արդեն ամուսինս է, այդ մարդու հետ 20 տարի մենք հեռահար շփվել ենք, ինքը երաժիշտ էր, ես դիզայներ, երկարվեստի մարդկանց համար անում էինք ալբոմներ, բայց հեռահար շփումով։ Բայց ի վերջո այդ ընթացքում մենք տետատետ հանդիպում ենք եւ մի քանի ամիս անց գնում ենք եկեղեցի օրհնվելու այդ մատանիներով։ Այնպես որ փաստացի նաեւ վերում է։ Այս նկարը տեսել եմ, ցածկելով, չէ։ Ինքը իրոք դա մարդկանց տալիս է այդ էներգիան, անգամ այս մասին ես իրենցից եմ լսել եւ հիմա վերադարձնում եմ։ Մի անգամ հիշում եմ, եթե կարելի է դեպք էլ պատմեմ, եկել էին նկարահանման մեզ մոտ, ամեն ինչ կարծես թե լավ ավարտվեց, հաղորդավարը, ով է հեղինակը հաղորդման, այդ աղջկա աչքերում մի տեսակ չեմ տեսնում այն փայլը, ինչ որ կարծես ինձ պետք է։ Ասում եմ, գիտեք, կարծում եմ դուք պետքա հասիս մատանի ունենաք, ասում եմ, ինչու, ասում կարծում ինքը ձեզ որոշակի երջանկություն կփոխանցի։ Այդպես չհավատալով ասեց, դե լավ։ Okay։ Ձեր ասածն է։ Թող լինի այդպես, հա։ Անցնում է 2 ամիս, երեկոյան ժամ է, զանգ է գալիս ինձ։ Մեկը հեռախոսի մեջ մի հիացական բացականչություններով ինձ ասում է, հիշում եք, դուք ինձ ասեցիք, որ պետք է, ասում եմ, այո, իհարկե հիշում եմ։ Ես երջանիկ եմ։ Գիտեք, ինչ է կատարում հիմա, հիշում եմ, հուզվում եմ։ Ասում եմ, ես չէի հավատում, բայց իրոք իմ մոտ այնքան մի գլոբալ բան փոխվեց, առ այսօր այդ աղջիկը իր բոլոր ընկերուհիներին, եթե առիթ է լինում, գնում է, ասում այն սեր մատանիները խնդրում եմ պատրաստի գալիս եմ վերցնելու եւ բոլորի հետ ես խնդրում եմ ուղղակի հետո այդ պատմությունները ինձ պատմեն, որտեվ դա արդեն իրականություն դարձած բաներ են։ Այսինքն եւ հերալդիկայի հետ կապված, եւ այդ սիմվոլիկայի հետ կապված իրոք լուրջ տեսություն կա, գիտություն կա, որ այդ ամեն ինչը ներազդում է, հա? Ասենք, եթե տվյալ սիմվոլը կամ այդ բանը զինանշանների մեջ, բան, եթե դու օգտագործում ես պետությունների կրնի, թե կոմսությունը, թե ինչա, դրանք նպաստում են այն տեսլականին, ինչը դու ուզում ես որ լինի։ Հիմա նույնը այդ սիրո աքսեսուարը, որ ասում եք, նույնը նաև այդ ձեր ասելով բերում է այդ երջանկությունը, սերը, չգիտեմ, այդ լավ հեռանկար։ Այս պատմությունը ավարտելով, ասեմ, որ երբ որ ես մատնանշում եմ, որ Ուրարտական ժամանակաշրջան Վանի թագավորություն այն ժամանակ օգտագործվել է, այդ ժամանակ Հայր Ասողիկի հետ հերթական գիրքն էին կանում, ասեց, իսկ ինչու չես նշում քրիստոնեական ժամանակաշրջանը, ասեց, չէ որ Գաբրիել հրեշտակը ավետում անելիս նվիրել է Շուշան ծաղիկ, դրանով իսկ այն դարձել է Սուրբ Մարիամի եւ այդպես սիմվոլիկա, այնպես որ ինքը կարծես թե գալիս է արդեն նաև մեր ժամանակաշրջան, դրանով էլ ավելի շրջանառվելով, որտեղ մեկ անգամ եկն ասեց, բայց մենք հիմա քրիստոնյա ենք, դուք ինչու եք ուրարտական սիմվոլների մասին խոսում, այդպես ստացվեց, որ պատմությունը ավելի երկար է։ Սա մեր զարդերի մասին, իսկ շարֆերը իրենք շատ ավելի նախ ինչ նյութի վրա եք անում, հարցս դա։ Միանշանակ բնական գործվածքներն եմ գերադասում, մետաքս, քաշմիր, բուրդ, մոդալ, ունենք նաև շիֆոններ, որոնք ավելի թեթև են, շղարշային, նպատակն է, որ մարդը, որ ուզում է ունենա հայկական որակյալ, լավագույն հուշանվեր, ինքը ունենա ընտրություն ոչ միայն պատկերային պլանում, այլ նաև որակային։ Եվ դրանք բոլորը փաթեթավորված են հատուկ այդ փիրուզագույն, որն այսուհետև համարվում է հասիսագույն տուփերի մեջ եւ շատ սիրված է մեր։ Ասեմ, որ այն մարդիկ, ովքեր ունեն հասիս, նրանք այլևս հասիսակիրներ են, նրանք, որ դեռ չունեն հասիսասերներ։ Այո, մեր բանակը ամեն օր աճում, մեծանում է եւ ես ասում եմ, որ ինչքան որ շատանանք, երջանիկների քանակը շատ լինի հասարակությունում, այդտեղ կյանքում բան կփոխվի։ Այդ առումով կարծում եմ, չգիտեմ, ամեն անգամ որ հիասքանչ բացականչական բաներ եմ, շնորհակալություններ եմ ստանում աշխարհի տարբեր ծայրերից, որ հասնում է այդ նվերը կամ տանում են, օքեյ լցվում է։ Այո, հասկանում եմ, որ այնինչ որ անում եմ, որտեղ ամեն հատիկի մեջ տենց սեր ա դրվում։ Այո, որտեղ գիտեք, այն պաղոցներում պահված մեր գանձերը, դրանք
իրավունք եւ պարտավոր են լինել, հա, այդպես ամբողջ աշխարհով մեկ սփռված եւ ստացվում է, որ ամեն հասիստ գրող ինքը դառնում է մեր մշակույթի արվեստի դեսպանը իր միջավայրում։ Այդքանով դուք նյութը ընտրելիս ընտրում եք միայն ազգայինը, միայն հայկականը, թե կարող է այլ լինել։ Այսօր ասեցիք տարածում ենք դեսպանը, հա, ազգայինը։ Այո, այսօր հիմնականում հայկականն է։ Իհարկե ունենք մի փոքր հավաքածու Հայաստանում ռուսական թանգարանի մի քանի մոտիվներով, բայց հիմնական տեսականին հենց հայկականն է, նպատակը հենց մեր հայկականը տարածելով։ Չէ, դա ողջունելի է, ես ուրախ եմ, ուզում եի ուղղակի ճշտել, որ հենց ազգայինն եք փորձում հանրահռչակել, տարածել, այդ արժեքները վերհանել, պահոցներից հանել, բերել։ Այո, եւ Հայաստանում կարծես թե կայանալուց հետո կարող եմ ասել, որ միջազգային շուկաներում ներկայանալու արձագանքները նույնպես շատ տպավորիչ էին։ Նո Ամերիկայում ավելի շատ հայկական համայնքներ, որը ուղղակի շնորհակալություններ էր հայտնում։ Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում շատ ավելի սիրվել են զարդերը, իսկ շարֆերը Չինաստանում, երբ որ անցած նոյեմբերին շատ մեծ ցուցահանդեսի ենք այնտեղ մասնակցում, մի տեսակ այնց մտածում էի արդյոք կհաջողենք այնտեղ, որովհետև ի վերջո մետաքսի երկիր է եւ դա իրանց տրադիցիաներով եկած եւ ինչքան մեծ էր իմ ուրախությունը, երբ որ յուրաքանչյուր մոտեցող այսպես ուղղակի հիասքանչ բաներ էր ասում, որ ինչպես է կարողացել սա անել, ինչպիսի գույներ, ինչպիսի վառ այդ գույները իրենց համար շատ տպավորիչ էր։ Եվ հետո իրենք գիտեք, եթե ասում են ինչ որ չինացուն դու հետաքրքրեցիր, ինքը վերջ, այլևս շատ եւ դա ես փաստացի եմ զգում, որ նրանք ուղղակի ինձ բաց չէին թողնում, սկսում էին անverջ խոսել, հետս նկարվել, այդ բուկլետը որ տարել են, այնտեղ ես էլ մեջը կայի, անդադ հարցում են, կարող ենք տանել, ասում էի, չէ, գիտեք, քիչ է, թող մնա, հետո տեսնեի նկարվում են հետս եւ այդ բուկլետները տանում են։ Վերջին օրն է, այդպես արդեն հավաքում եմ, ասում խնդրում եմ, էլի, էլ մի մոտեցեք, էլ պետք չի նայեք, արդեն հավաքում եմ գնամ, բայց անverջ այդ հոսքը մի լրիվ տիպիկ այդպես սուր աչքերով տիկին է, այո։ Ասում է, գիտես, մենք շատ նման ենք իրար, ես խնդրում եմ, որ իրար նկարում ենք, բայց դու մի փոքր ինձանից գեղեցիկ ես, մի փոքր, բայց մենք շատ նման ենք։ Աչքերը չի։ Հա, հետո սկսեց արդեն, ես պետք է ունենամ սա, ասենց հնարավոր ամեն ինչ գնումներ արեց, հետո իհարկե հասկացանք, որ ինքը քաղաքապետարանի գովազդային բաժնի այդեն շատ լուրջ մասնագետ էր եւ մինչեւ հիմա կարծես ինչ որ շնորհավորում է եւ բանը, այսինքն բավականին տպավորված եւ ես հասկացա, որ մենք կարող ենք նաեւ այդ շուկայում տեղ ունենալ։ Իսկ այդ ցուցահանդեսը, այդ հանդիպումը տվեց իր արդյունքը շարունակելի լինելու։ Այո, նախ կան արդեն պլաններ, կան տեղեր, որտեղ արդեն ներկայացված են, գրեթե 1 տարի մշտական ցուցադրության է։ Այո, եւ աշխատանքները տարվում են ավելի մեծ մասշտաբի այնտեղ ներկայանալու համար։ Իրացնելու։ Դե կարևորը իրացնեք, այդ թող իրականանա։ Փաստորեն հիմա ունեք այդ զարդերի, հա, այդ նախշերի, զարդերի ուղղությունը, ուղղվածությունը եւ ունեք այդ շարֆերի, շալերի։ Արդեն կենտրոնացել եք այդ ուղղությունների վրա ու շարունակում եք, թե էլի բաներ կա, որ մտածում եք, որ միգուցե էլի նոր բան ուղղություն ստեղծեք, հա, էլի նույն հասիսի շրջանակներում, բայց ընդհանրապես, չգիտեմ, ինչ որ բան հորինենք, էլի։ Իհարկե թեմատիկան ինքը իրանով անverջ տանում է եւ զարդերի մեջ նոր գաղափարներ ունեն, որ պետքա իրականացնենք եւ շարֆերի մեջ իդեպ կարող եմ ասել հիմա իմ հագին էլ Փարաջանովի նռան գույնի մոտիվներով շարֆն է եւ շուտով ինչպես ասում են հանդիսատեսի դատին կներկայացնենք ամբողջական հավաքածուն եւ կոլաժներով եւ նաեւ ֆիլմի այս մոտիվներով երկար ճանապարհ անցավ, որ ինքը ստեղծվի, բայց նորություններից դա է եւ նաեւ շատ էկզոտիկ քարերով մատանիներ ենք ստեղծում, որոնք մեկ հատիկով են արդեն, որտեղ իրանք անկրկնելի են, այդ միներալները, բայց էլի հասիսի գույնի արկայությամբ, այդ փիրուզա գույնի արկայությամբ մտքերը շատ են նաեւ հագուստների մեջ ծավալվում դառնալու, բայց
դեռ process-ի մեջ են, որովհետև դրանք ամեն ինչ իր խնդիրներն են առաջացնում, նաև ցուցասրահի արկայությունը ավելի մեծ լինի եւ այլն։ Այս պահին մենք ունենք մեր գողքլիկ ցուցասրահ, վաճառասրահը, որտեղ շատ են սիրում մեր հասիսասերները լինել, նույնիսկ ասում են ուղղակի ուզում են գանք ձեր էներգիան նորից ստանանք, ձեր հետ շփվենք եւ ինքը իրանով դարձել է այդպես մի հատ մշակութային փոքրիկ կետ, օջախ, այսպես ասեմ, որտեղ նաեւ մեր աշխատանքային մասն է, այնտեղ ստեղծվում է նաեւ երաժշտություն, որտեղ ամուսինս նաև երաժշտության մասով է, ֆիլմերի համար երաժշտություն է գրում, Մանսուրյանի հետ օրինակ ֆիլմի վրա են աշխատում, այս կողմը շարֆն է ստեղծում, ինքը շատ այսպես շատ process է, այո, ստեղծագործական մշտական process-ի մեջ ենք։ Այ հարց առաջացավ։ Մի բան է գաղափարը, դիզայներական, հա, կամ այդ պահոցներից հանել այդ կտավը կամ ինչ-որ գործը, բայց ի վերջո դա պետք է դառնա նյութ product, չէ՞, արդյունք։ Այսինքն դա էլ արտադրական process է, որը պետք է նաև կարողանալ եւ զարդերը եւ այդ շարֆերը կամ պայուսակները անել։ Հիմա դրա մասնագետը էլի դուք եք, թե ինչ որ մեկը կա, որ այդ մասն է ապահովում, դուք տալիս եք նյութը։ Իրականում հասանք ամենաբարդ մասին։ Դե բնական հարց առաջացավ է։ Տեսեք, երբ որ ես առաջին անգամ ցանկություն հայտնեցի, որ ես ուզում եմ սկսել այս արտադրությունը, ընտանիքս մայրս, որ արտադրության մարդ էր, եւ ես մանկուց մետաքսի գործարանի այդ հոտը մինչեւ հիմա հիշում եմ, հետո էլ մյուս կտորների, ասեց լավ մտածի մեղքես, արտադրությունը բարդ բան է, մի մտի դրա մեջ։ Ասի չէ, ես որոշել եմ եւ պետք է մտնեմ անպայման, այդտեղ եղբայրս կանգնեց կողքիս եւ ես ահավոր մեծ դժվարություններով, փոքր ու մեծ սխալներով, բայց հնարավորինս շատ պատասխանատու քայլերով, որովհետեւ խնդիրը էր ստեղծել լավագույնը։ Միջինը չէր կարող լինել, իսկ լավագույնի համար ի վերջո երևի աշխարհում տեղ չի մնացել, որտեղ ես նմուշներ չեմ ստեղծել, դրանց վրա ինչ որ նկատառումներ չի արվել, ի վերջո այն ինչ որ այսօր ունենք, դա երկար ճանապարհի արդյունք է, որ ի վերջո այդ որակը այսօր կարողանում ենք ներկայացնել եւ բաց ճակատով կարող ենք մրցունակ լինել ցանկացած տեղ, ինչպես արդեն ասեցի, այդ երկրներում ինքը միանշանակ հանգիստ կարող է լինել լավագույնների կողքին։ Այսինքն տեղ մայրիկի փորձը պետք է կա։ Այո, նրա օգնությունը գործվածքի հետ աշխատելու, որովհետև ինքը լրիվ ուրիշ աշխարհ էր։ Մինչ այդ ես տպագրական դիզայնով էի ավելի շատ տարված, հա, եւ գիտեի տպագրական մեքենա, տպագրության բանվոր, մասնագետ, նիրք, թուղթ եւ այլն, իսկ հիմա դարձա։ Ասում ասել, այսինքն ուրիշ մարդ ներգրավելու կարիք չեղավ։ Փոքր խումբը դա ընկերներ են, մոդելերներ, նկարիչ, լուսանկարիչ, ընտանեկան է թիմը, իսկ արդեն երբ որ գնում է տիրաժավորում, այդտեղ արդեն ասում են outsource, օգտագործում ենք արդեն դրսի տարբերակները։ Բայց հիմնական այդ գաղափարային եւ քննարկման փուլում դա մեր նմուշը ստեղծվում է ներսում, այո, այդ զարդանախշերի մասին որ խոսեցինք, դրա հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա, խնդրում եմ կիսվեք։ Երբ որ մենք ասեցինք, որ այդ շուշանածաղկի սիմվոլով մեր զարդերը իրենք հաջողության գրավական են, թալիսման են եւ այլն, այդպես տենց մեծ գրող սկսվեց մեր զարդերի մատանիների վրա, եւ դրանցից մեկը կարող եմ հիշատակել, մի աղջիկ տենց մի քանի ամիս անverջ ինձ տարբեր հարցեր է գրում, արդյոք իմ վրա այսպես կաշխատի, արդյոք իմ վրա ինձ սենց կտա երջանկություն, այնպես կտա, դե մտածում ենք, որ ոնց մարդուն չվիրավորես ի վերջո, ասում ենք, դե գիտեք, տարբեր մարդկանց մոտ եղել է սենց պատմություններ, հիմա ձեր դեպքը ավելի ինքնուրույն կարող եք բացահայտել։ Մենք խորհուրդ ենք տալիս, բայց չենք երաշխավորում։ Այո։ Ի վերջո նա վերցրեց այդ մատանին, տենց նորից էլի շատ ինձ կասկածանքներով, արդյոք, այո, հաստատ այսպես, դե ասում ենք, տա Աստված, մենք մեծ հույս ունենք, որտեղ մենք մեծ սեր ենք դնում այս մատանիների մեջ, որ անկախ ամեն ինչից այդ մեր էներգետիկան էլ է դա արդեն ինչ որ բան տալիս մարդուն։ Անցնում է 3-4 օր, զանգ է գալիս եւ սենց լացակումած մի աղջիկ, հիշում եք ես ձեզ մոտից վերցրեցի, ասում եմ, այո, ջուրն է ընկել մատանիս, ասում եմ, հիմա կարող եմ երջանկությունը կորի, ասում եմ, դե այդպեսի վարկած չունենք, բայց եթե շատ եք ուզում, վերեք մենք փոխենք ձեր մատանին։
Դիմեք ոսկե ձգնիկ ծառայության, ուղղակի շատ ինքը այնքան էր էմոցիոնալ արդեն կապվել էր այդ մատանու հետ, բայց իրականում ես դες ասեմ, որ 2019 թվականն էր, որ մենք որոշել ենք 3 ընկերուհիներով պետք է բարձրանայինք Արարատ սար։ Մի քանի սարեր ընթացքում բարձրացանք, Արամազդը, հետո Արագածը, արդեն եկավ պահը, որ պետք է հասունացել է։ Այո, արդեն օգոստոսի վերջին մենք հստակ գիտենք, որ պետք է գնանք, արդեն բարձրանանք Արարատը, մեկ էլ զանգ հայրասողիկից, դեպ ասեմ, որ երբևէ երբ որ ես որոշում եմ արձակուրդ գնալ, զանգ է գալիս հայրասողիկից, որ շատ շտապ մենք պետք է գիրք անենք։ Եվ այլընտրանք չունեի, ես ստիպված մնացի եւ ընկերներս վերցրեցին իրենց հետ, բանը կոչվում էր Հասիսը Մասիսի գագաթին, որ պետք է ծածանվեր վերջախերը Մասի գագաթին եւ նաեւ մատանիները։ Ես չգնացի, բայց իմ երկու ընկերուհիները ոնց շատ շնորհակալ եմ, նրանք կատարեցին այդ պատգամը եւ ունեն գեղեցիկ այդպիսի շարք մատանին եւ շարերեր այնտեղ ծածանվում են։ Այդ ֆանտաստիկ, այո, հետ բերեցին եւ դրանք այդ լեգենդով հանդերձ, այդ էներգետիկայով հանդերձ իրենք դարձան նաեւ Արարատ բարձրացած Հասիսը Մասիսի գագաթին զարդեր եւ շալեր։ Մի պատմություն էլ կարող եմ պատմել, էլի իմ հետ է կապված։ Ուրեմն ինչպես ասեցի, այս ամուսնուս հետ մենք վաղեմի ծանոթներ ենք, բայց հեռահար։ Մի օր հանդիպում ենք փողոցում, ընկերուհիս իր հետ խոսում է ուրիշ անուն տալով, իսկ ես այդ ընթացքում իր հետ աշխատում եմ եւ ուղղակի գիտեմ անուն։ Ուղարկում եմ ֆայլեր, ինքն ասում է, օքեյ, սա է պետք փողեմ։ Ճիշտ անունը որ ասել կարող եք, բայց չի ասում։ Հրաժարժ տալուց հետո ասում է, վայ, ոնց շփոթվեցի, ախր ինքը Դավիթն էր։ Շատ լավ տղա է, մեր դադը, ասում եմ, ով ասում դու իրան գիտես, ասի, այո, ես իր հետ միայն հեռահար եմ աշխատում։ Այդպես ես իրեն գալիս եմ Facebook-ով տեսնում այդ մարդներում, որ տեսա, ասում, բարև ձեզ Դավիթ ջան, ես այս մարդն եմ, մենք այսօր շփոթվեց ընկերուհիս, չիմացաք, որ դա ես եմ։ Ասում, «Ա, ինչ լավ է, հիշելու բան կլինի»։ Անցնում են տարիներ, եւս էլի մի դեպք է լինում, եւ ի վերջո մենք ասի արդեն մատանիների հետ կապված, մենք արդեն ինչ-որ տիեզերքում բան է փոխվել եւ մենք սկսում ենք շփվել եւ ինչե հիմա ինքն ասում է, իսկ դու ինչու այդ օրը ավելի շատ բան չգրեցիր, ասեի, արի գնանք սուրճ խմելու, մեր ամենասնապատմությունը գոնե 2 տարի ավելի շուտ կսկսվեր։ Դե ասի, որովհետեւ այն ժամանակ Հասիս մատանի չունեինք։ Ուշ լինին։ Այո։ Իրականում իրոք պատմություններ շատ կան, սկսած նրանից, որ կարող է մեկը գա այդպես իր վրա կրի եւ այնքան շատ տարբեր դնում վերցնում, վերջում տեսնում ենք, որ ինքը դուրս գալուց արդեն կարծես թե մոռացել է, ասում ենք, գիտեք, բայց կարծես ձեր վրա շարֆ ամնացել։ Վայ, ասում եմ, ինքը այնքան էր իմը դարձել արդեն, ինքը այնքան էր, ինձ թված արդեն իմն է, գիտեք, ես դրա համար չի ուզում գնել, ասում ենք, օքեյ։ Կովկասը գերում է, որ միսը բուդը տանում է, շատ լավ, դե ինչ ասեմ, ինձ ինչ է մնում անել, մաղթել ձեզ և ստեղծագործական և արտադրական հաջողություն, ձեր ես գաղափարը խոսությունը, որ հիմքում դրել եք ազգայինը հանրահռչակելու, տարածելու, թող այդ ոգեղեն, այդ հոգեկան, այդ արժեքներից բացի, որ դրանց տարածումը դուք ապահովեք, հանրահռչակեք, նաև դա ձեր այդ հաճույքից բացի, նաև ձեզ բերի հաջողություն, նաև ֆինանսական առումով, որը կարևոր է միայն այդ ոգեղենով դժվար է, էլի, շատ երկար առաջնորդել։ Այո, հանուն Հասիսի ես նույնիսկ սկսեցի բիզնես դասեր գնալ, ես ինքս ինձ փոխել, որպեսզի լինեմ մի քիչ ավելի բիզնես պերսոնա, նու հաջողությունները ինչպես մտերիմներս ասում են, դե բնականաբար քեզանից շատ բիզնեսմեն դուրս չի գա, ամեն դեպքում գոնե պատկերացում կազմում եմ ինչ եմ ուզում ի վերջո լինի։ Շնորհակալություն, իհարկե դա շատ կարևոր է, որովհետև այդ ոգևորությունը ինքը պետք է մի օր ավելի մեծ, լայն, շատ ավելի մեծ դաշտով ներկայանա, որպեսզի այն գաղափարը, որ տարածենք մեր հայկականը, ինքը իրոք դառնա նյութական։ Այո։ Ինչը մաղթում եմ առաջին հերթին,
Նաև ամփոփելով ասեմ, որ ինչ որ նախաբանում ասեցինք, թույլ տվեք իդեմս ձեզ շնորհավորել մեր բոլոր կանանց, քույրերին, մայրերին, աղջիկներին, այս գարնանային տոնի, տոնաշարի արդիվ, թող մեր կանայք ինչքան որ գեղեցիկ են, գրավիչ են, հմայիչ են, նաև ունենան հաջողություն, իրենք լինեն այդ ոգին, սիրտը, հա, մեր օջախների, ընտանիքների եւ թող բոլորս ազգովի հաջողենք եւ տարածենք մեր արհեստը, արվեստը, մեր գեղեցիկ այդ դարակներից հանենք եւ տարածենք ելուր աշխարհի, ներկայանանք մեր մշակույթով, մեր արտադրանքով, մեր մշակույթով բառից լայն իմաստով էլի։ Իրականում լեգենդում նշված է, որ Հասիսը եղել է Արգիշտի երկրորդի կինը։ Եվ պատմությունը նայելով այդ ժամանակաշրջանն է, որ մեր սահմանները ել ավելի են մեծացել։ Ես այս պատմությունը ոնց որ թարմացնելով իմ ուղեղում մի միտք եկա, որ եթե յուրաքանչյուր կին իր ընտանիքում իր ամուսնու համար լինի Հասիս, որ ամուսինը պատրաստ լինի հանուն նրա, հանուն այդ մեծ սիրո զոհելու, հա? Բարգավաճելու, կարծում եմ այդ փոքր օղակից սկսած մենք մեծ բան կարող ենք փոխել։ Ուղղակի ամեն կին միամսյակից դուրս ուղղակի լինի իրոք այն սեր տվող եւ ոգի տվող կինը իր ամուսնու համար։ Այո։ Թող որ լինի, թող նախ առաջին ընտանիքներում սեր լինի, ջերմություն լինի, փոխըմբռնում լինի, հասկացողություն լինի, իսկ ընտանիքներում այդ ջերմության, սիրո արկայությունը նաեւ կբերի մեր ընդհանուր պետության, պետականության հզորացման եւ այդ մեր ազգային արժեքների կրելով, դրանք տարածելով, ինքներս մեզ համարելով դրա կրողը այդ արժեքների, նաեւ կուժեղանանք, կհզորանանք եւ պարզ ճակատով կգնանք առաջ ներկայանալու եւ աշխարհին եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ ինքներս մեզ համար, որպեսզի լինենք ինքնաբավ, կայացած եւ լինենք կրողը այդ արժեքների։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Ամփոփենք սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում հրավիրել էի Հասիս Ապրանքանիշի հիմնադիր, այդ գաղափարը իրականացնող, մեր արժեքները, ազգային արժեքները գովազդող Հասմիկ Մովսիսյանին։ Շնորհակալություն, ստեսություն, մինչ նոր հանդիպում։